Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն Օր հուլիսի 10 Դու պիտի վեր կենաս, պիտի ողորմես Սիոնին, որովհետև ժամանակն է նրան ողորմելու, որովհետև հասել է որոշված ժամանակը, որովհետև քո ծառաները հավանեցին նրա քարերը և գթացին նրա փոշուն։ Սաղմոս 102 գլուխ 13-14 խոսքեր։ Այո, մեր աղոթքները եկեղեցու համար պիտի լսվեն։ Սահմանված ժամանակը հասել է, մենք սիրում ենք այդ աղոթքի ժողովը, կիրակնօրյա դպրոցը և Տիրոջ տան բոլոր ծառայությունները։ Մեր սրտերը կապված են Աստծո ողջ ժողովրդի հետ, և մենք կարող ենք ճշմարտապես ասել. քո հոտի մեջ չկա մի գառ, որին ես կարհամարեի կերակրել, չկա մի թշնամի, որի առջև ես կվախենայի պաշտպանել քո գործը։ Եթե այս է ընդհանուր տրամադրությունը, ապա շուտով մենք կվայելենք վերակենդանացման ժամանակներ Տիրոջ ներկայությունից, մեր ժողովները կլցվեն, սրբերը կվերակենդանանան և մեղավորները դարձի կգան։ Սա կարող է գալ միայն Տիրոջ ողորմությունից, և այն կգա, և մենք էլ կանչված ենք սպասելու դրան։ Ժամանակը, սահմանված ժամանակը հասել է արդեն։ Եկեք արթնանանք, սիրենք մեր Սիոնի յուրաքանչյուր քարը, նույնիսկ եթե այն ընկած լինի։ Գնահատենք ամենափոքր ճշմարտությունը, ամենափոքր կարգադրությունը, ամենափոքր հավատացյալին, նույնիսկ եթե ոմանք արհամարեն դրանք որպես պարզապես փոշի։ Երբ մենք բարեհաճ ենք Սիոնի հանդեպ, Աստված էլ է պատրաստ նրան բարեհաճելու։ Երբ մենք ուրախություն ենք գտնում Տիրոջ գործի մեջ, Ինքը Տերը ևս ուրախություն է գտնում մեր մեջ։